Ձինուշունը ամենախելոք կենթանին է։ Արի, այդ ջեյրան ջան, արի քրոջան։ Հեմի սրանք ձեզանից են շատը վախում, էլի։ Արի, խելոք ձեր են, էլի, մի վախի առաջան։ Այս մինը կուկլայա են մեկը ջեյրան, ձեր են, էլի։ Դե սիրուն քուրակ էր կուկլա, ասեն կուկլ են դե մենք սիրունին ենք ասում կուկլա։ Խելոք, այս 4 տարեկան, այն մեկը մի 5-6 տարեկան, հետ էլ մի տարեկան են հեսա քուրակնին։ Գևորգի տնտեսությունում ձին շատ չի լինում, որովհետև ամեն մեկը իր տեղն ու նշանակությունը ունի։ Մեկը սար գնալու համար է, քարքարոտ ճանապարհների հենարան, մեկը սարից իջնելու բեռով ու համբերությամբ, մյուսը փայտ բերելու ուժեղ ու լուռ աշխատող, իսկ մեկն էլ պարզապես իր անունի նման տնտեսությունը սիրունացնելու համար է։ Դե ամառվա ավտոն էլ ձին է։ Անասունը գնում ենք հանդմալում, ստեղից ես որդորներս գյուղում են ելում, գնում եմ գալի կամ գալիս եմ տուն գնում ենք անասունը հանդմա, ձին ընդեղ կապած ալում հորը կաց, հորիք ենք ասում, թոգով կապած, թամ կվրին, չնգել հանը։ Ձյուն նստում են գնում կովերը 5 րոպեն բերեմ, ձին երկրորդ ավտոնը։ Հələ ավտոյից լավն ավտոն փող ենք ծախսում, սրան ընդամենը 5000 դրամ մի անգամ նալնում ենք ու վերջ։ Քուրակնին արդեն մեր մոդել են մորթեմ, բայց ես չեմ ուզում մորթեմ, էլի չեմ ղիմիշում։ Սրանք մաքուր կենթանի են։ Հիմա որ կեղտոտ վեդրով ջուր եմ տալի չենելու խմեմ։ Շատ մաքուր կենթանի են, շատ խելոք, մարդուն սիրող։ Ամենախելոք ու ամենամաքուր կենթանին է, ասում է Գևորգը ու ձեռքով կանչում. Արի Ջերյան ջան, արի Սիրուն ջան, արի Մարալ ջան։ Նրա բակում ձին պարզապես կենթանի չէ, այստեղ ձին ճանապարհ է, աշխատանք է, ընկերություն է։ Երբ նա Ջերյան ջան է ասում, ձայնի մեջ տարիների կապ կա, սարերի քամի, խոտի հոտ, արևից մքացած ձեռքերի ջերմություն։ Նրա տնտեսությունում ամեն ինչ իր բնական ընթացքով է, առանց ավելորդ շքեղությամբ, բայց լի արժանապատվությամբ։ Իսկ Գևորգի համար գյուղը պարզապես ապրելու տեղ չէ, գյուղը նրա շունչն է, կյանքի դրդիչ ուժը։ Ամենաշատը իմ գյուղն եմ սիրում մեր թաղը, Ալավերդուց որ գալիս ենք բրցանում, դու մեր Ալավերդուց եք արի երևի ինձ թմա, որ գալիս ենք այդ խաչը դուրս գալի, ասում եմ Հայաստան մտանք, ասում եմ ես մեր Հայաստանն է, ուրուսմա գնամ գալիս եմ մեր գյուղի պես գյուղ չկա, մի որ ես անասունը բան եմ, որտեղ գնում ենք ընդեղ Կալինոյի ռայոնը անասնապահություն, ասում են գոմստիկ սարքեք են, ասում եմ մեր գյուղի պես գեղ չկա, ուր գնանք, մեր գյուղի պես թասլեբոդ ամեն ինչով։ Գյուղը անփոխարինելի է այնքան, որ դեռ սովետի տարիների մի փեշ փող ռոճիկով չմնաց Խոպանում, չմնաց օտար հողի վրա, չփոխեց սարերի հոտը քաղաքի փոշիով։ Նրա համար գյուղը պարզապես բնակավայր չէ, այլ ներսից եկող ձայն, մի բան, որ առավոտը դեռ օրը չբացված արթնացնում է։ Առավոտը զարթնում եմ իմ հարևանները լրիվ էս հետևի, այս տները հենց արկածը հարմար է, մեր գոմի փողոց է, նորմալ փողոց է, դուրս են գալին դեղ հարևաններին եմ զենտալի արեց ոնց է, մեկը դուրս չգավեն, մեկը մեր թաղն է դա։ Ական են գանան, որ ուրա, եթե մեկը չկա, ասում ենք հլա տենանք դուրը բացեն, կովը բեջարեն կամ տենանք ուրա գնացել, ինչա գյուղի լավը դա է։ Ես մի տարի անասունին աղջիկս ծախիլ դուս թե էլ մի բայ։ Ես էլ հարմարվեցի, գնացի մտա Խոպան գնացի Ռուսաստան։ Մոդիկ մա ասի Տոմսնար ես գնում եմ իմ հարևաններին ու ես որ չգնամ ռավդ վաղած զենտամ հետները այնտեղ մի տրադիցիա կա լավ հարևաններ ունեմ առաջնել հետևնել մի բաժակ բան ենք խմում հաց ուտում տանից ամեկս մի բան տանը մինչև հմի տանում են նոր տարուն մենք տները չեն գնում տան մենք այդ գումի քուչա ունենք այդտեղ ամեկս մի բան խմում ու վերջացան արի մի դասես ինչ ունեմ բերեմ չվախես արի Արի, մի վախի, լատես ես ինչ ունա, արի, չվախես։ Տարվա մեծ մասը Գևորգը սարերում է լինում, են էլ հեռագնա սարեր է գնում, որպիսի անասունների կատնատվությունը բարձր լինի, իր խոսքով խնոտ լինի։ Դրա համար Օձունի բարձրադիր սարերը թողած վերջին տարիներին Օձուն տաշիր վազքուղի է դուրս եկել ու փառք Աստծո հաջողել է։ Ասում է նախկին Կալինինոյի ներկայիս տաշիրի շրջանի ալպյան մարգագետինները անասնապահությամբ զբաղվելու համար իդեալական վայր են։ Բան չմնաց, այսօր էգուց գետին էլի կանաչին կտա ու Գևորգը էլի յայլայի ճանապարհը կբռնի։ Ազիս, էս սիրունա, էս թուրաշնա,
Այս մեկը մուրոն այլի, այս նաղիշա, այս մեկը սաթիկնա, այս սոնանա, ենե սիմենթալ էլ ասում են, այս էլ մուազեք են, դյարանուն չունեն, սրսկովի մուազեք են, մի 5-6 հատ էլ բրոսիլոս էր տվել ծախել ենք, այս էլ սրանք չեմ կապը, Ամբողջ օր առանց մի րոպե նստելու ոտքի վրա է, իր ձեռքերի ու ոտքերի ճարպկությամբ հազար ջահելից էլ ջահել է, տնտեսությունը մեծ չի, թեպետ փոքր էլ չի, բայց փոխարեն աշխատելու ցանկությունն է մեծ, ասում է վերջին տարիներին կինը այս գործերում իրեն միայնակ է թողել, ասել է թե նավը լքել է, դե հիվանդացել է, ոտքից ու ձեռքից ընկել ինքն էլ ուզած չուզած պիտի շարունակի, պատվով հաղթահարի, որովհետև իրենը սա է, ուրիշ ապրելու ձև ու միջոց չգիտի։ Չեմ դժգոհում, մինչև այսօր նոր մի քիչ, այս տարի քիչ ոնց որ ոչ թե նեղն եմ ընկել, ինչ, բայց լավ են գելել, աշխատող մարդակ ունենա, հիմի ես տենում եմ կան, որ լավ չեն աբրեմ, բայց իրանց խելքից է, ինձանից առողջ, ինձանից լավա, սպասում են նպաստը գա երեխեքի, շատ երեխեք ունեն, ով որ լավ աբրեմ, երեխեք քիչ ունեն։ Իսկ նրա օրվա ընթացքը գրեթե միշտ ու բոլոր դեպքերում անփոփոխ է։ Ժամի 5-ին վեր եմ գացել, մինչև ձիերին, շներին, գովերին, բեջայել եկավ ժամ 2-ը։ Մի լեսա ժամի 3-ն անց կլի երևի, եսա մի կես ժամից մինչև հատուտ եմ էլի նորից անասուննա, բայց վատ չի, չենք ընկել, ունենք, վարկերել ունենք, առանց դրա չի լինեմ։ Կաթը եթե թանկ լինի, միսը ոնց որ թե ես չունեմ, բայց ոնց որ թե թանկացել է, բայց էլի են թանկը չի։ Ես դինա գալի արդեն միաս խապելով միջին տանմա, կամ որ մորթը մենք չեն կարամ ամեն մարդ չի կարամ իրականացնի էլի։ Պետք է տանենք բոյնա, ստեղից բոյնա ես ոնց տանեմ, մենակով մարդ եմ, սխալ բաներ էլ կա։ Ամեն դեպքում հա դժվար է, բայց հեշտի հարմարի տեղ ինքը չգիտի էլ։ Հազարափեշակ Գևորգը տան ու գյուղի սիրելին է եղել, կա ու կլինի, այլ կերպ չի կարող, սիրտն է ուրիշ, բաց աշխարհի ու բոլորի առաջ։ Աստված էլ տեսնում ու գնահատում է, մեկը երկուս դարձնում, եղած չեղածը կրկնապատկում։ Այս տարի մի կով, մի հորտ անգամ շան ու շնագայլի բաժին չդարձրեց։ Ճիշտ է, շատ բան հետ չգցեց, միլիոններ չդիզեց, բայց 1000 ու մի ծակ ու ծուկ փակեց։ Ծանր վարկային պարտավորությունները միայն հերիք են, որ գյուղացին հանգիստ քուն չունենա։ Չէ, ինչ հետ կացենք, մի ամոթել ակացի ծաղ են, չնայած դե, որ կնիկս չեր հիվանդացել, կարող է հետ կցել ու չկա։ Ճիշտ է, չեմ դժգոհում, բայց հետ կցել չկա։ Կարող է վարկերը տոկոսնին իջնի, փագենք, վրտնենք, մի բան ետ ընգնի։ Դե հետ գցիլը որն է, միսը ինձանից հալեմ չեմ առնեմ խանութից, ուրիշ ինչ են, խոսենք բան, չեմ ծախած, սկի չգիտեմ կանեսով են տանում։ Երեխեք հիմա ուղարկում մենք են գալիս են ստեղ արձակուրդներին երեխեքը ստեղ են լավ։ Մոտարապես մի 6-7 միլիոնի ապրանք է դա։ Էդա դե ուրիշ հետ կցիլ չի լինի, գյուղացին չի, այ կաթը գոնե 200 դրամ դառնա, անդով հետ Չէ, աչքածակ չէ Գևորգը, պարզապես չի կարող հանգիստ նայել, թե ինչպես հնարավոր եկամտի աղբյուրն իր կողքով հենց այնպես անցնում է, իսկ ինքը մնում է կարիքի մեջ ու կարթը չի գցում իր բաժին ոսկեձկնիկը բռնելու, ապրի, աշխատի, ստեղծի, վայելի ու բաժին հանի չունեցողին, սա է Գևորգի կարգախոսը։ Ուրիշ բան չեն կարանի, էտա, հիմի ես բժիշկին չեմ կանչում, ես քուրակը 2 առաջ հիվանդեր, բժիշկը չեմ ասում չի հասկանում, բայց մենք էլ ենք բժիշկ տարի։ Մեկական չենք նույն բանը դյանի, հիմա լավ է, անասունը հիվանդանում համարյա թե չեն գել կանչեմ, դաբաղ անգել ոչ մի բժիշկ եկել ենք մի բան հարցրե, կարող է ինձանից շատ իմանա դե սովորած մարդիկ են, բայց ես եմ բուժե, որ գյուղացին չլի քաղաքացին իշտի ուտիլ, փոշով կատ, ծետ, հիմի ես ճիշտ ամշակող չունեմ, բայց գնացել եմ ագյահատից կարակ առեթորներից մաղարգեմ, մենք էլ եմ կարակ ուտեմ, ճիշտ է կարակ ուտողի վիտ չունեմ, բայց կարակով ենք սնվում, բայց իմ թայերը չեն կարա ինպես աշխատեն, ես մեզ 30 ապրանքը մենակով եմ պահում, լավ եմ, վատ չեմ, շատ ակոտրված, ոտս կոտրած է, թևս կոտրած է, մեջքս կոտրած է, բայց չես էլ ջոգի, որ կոտրած է։ Սարեք գնալու ես տարի էլ։ Դե ուրտ են գնա, բա այդ կովերը ում տամ։
Գևորգը կաթը հանձնում է կաթ հավաքող մեքենային, գներից գոհ չի, բայց դժգոհել չի, իսկ կաթը հանձնում է ոչ թե նրա համար, որ մշակել կամ մի փոքր ավել տանջվել չի ուզում, այլ նրա համար, որ ստիպված է, կաթ մշակող չունի, իսկ եթե այս գործը գլուխ բերող լիներ, նրա օգուտները հաստատ կկրկնապատկվեր։ Բան չմնաց, այսօր էգուս թոշակառու կդառնա, բայց Գևորգի ոտքը դեռ սարերում է, ուշքն ու միտքն էլ Սարի հանդի ու գոմի տված բարիքներին։ Սարի կյանքից խոսելուց Գևորգը հակասության հորձանոթի մեջ է հայտնվում։ Մի ամբողջ կյանք Սարերում անցկացրած մարդը դժվարանում է այսօր պատասխան գտնել այս հարցի համար։ Սարը մարդու ստանում է, թե տալիս։ Դե Սարվարի կյանքից գոհ չես կարալ նես, արևան ձրևի տակին դուժվել ես, ավելի լավ ապրես քան զնդի, բայց դժգոհելու չկա, էտա։ Մեր ճակատին էտա գրած է կյանքանը։ Ասում եմ, Սարի կյանքը սիրուն կյանք է։ Դե լավ կյանք է, գնում ես ամեն ինչից կտրվեմ, չես էլ իմանում ինչ ալնում, աշխարհում քեզ մա հանգիստ ապրում ես, հիմի որ երեխեքը գալիս են մեկ-մեկ Սարը մնեմ, փեսեսել Երևանից, ասում այկա հանգստացա, հոգն ազալնեմ երևի քաղաքից, բայց ես հանգիստ եմ մշտական, մտածում ենք անասունի մա, մտածում ենք կաթ կթենք, փողլնի, որ ուրիշից չուզենք, լավ է, չեմ դժգոհում, դեռ ուրիշի դուր շատ չեմ գնում։ Ինքը դեռ մանկության տարիներից է եղել Օձունի Աղլաղան կոչվող հանդամասի բնակիչներից։ Էդ հիմա է, որ ճամփան փոխել Տաշիրի ուղին է բռնել։ Թեպետ ասում է, ոտքը իր մանկության Սարից չի կտրում, գնալ գալ կա, հին բինաներին տիրություն անել կա, հո անտեր չի թողալու, այ եթե սարվորներ լինեին, ինքը հո իր հողաշեն տնակի դուռը չէր փակի, ինչ որ մեկին կտար, կապրեինք, ստեղծեին, որ եղածը ոչ թե տարեստարի, շան ու շնագայլի բաժին դառնար, փոշիանար, այլ շենանար։ Ես եմ մեծ մարդ եմ, համիգերբ գնում եմ մեր Սարը առաջի տարին, որ սովխոզները քանդեցին, ուրեմն Սար են գնում, մենք շատ Սար ունենք, գնացինք Սռնաղբյուր Սար ունենք, ուրեմն մի հատ մարդ կար, բերել էր մեր աղբյուր ունենք այնտեղ, աղբյուրի կողքին էր իր պալատք են դրել, էլ տները չէր հերեքամ, սովխոզի հին տները կային, այնքան շատացել էր, մենք այդ պահին դեռ քիչ լավ էինք ապրում, տուն սարքեցինք ես ու աղբերս, տան էինք ապրում, նրանք բերին պալատք էին դրել, հիմի մեր Սարերում երևի 5 հատ Սարվոր ա մնացել, հիմի ես 5 Սարվորնից ես մեծացել ենք, ես մեծ երեսյանք, ես էլ չլի էլ չկա գնացող։ Հետո Գևորգը կսկսի համեմատություններ տանել հնի ու նորի միջև, կասի, որ առաջներում Սար գնալը էլ ավելի ձեռնտու աշխատանք էր, քան հիմա, որովհետև այն ժամանակ շատ բան չէին ուզում, շատ բան չկար էլ, որ աչքները տեսներ ուզեր։ Հիմա ինչ, ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ մեքենայացվել, ամեն ինչի փող ես տալիս, վերջում հախ ու հաշիվ անում, որ քեզ տակը բան չի մնացել։ Նրա համար նորագույն տեխնոլոգիաները մի տեսակ հրեշավոր բաներ են։ Առաջ երով ենք Սար գնում գալի, ավելի օգուտ շատ էր մնում, հիմի ամեքս զարգացել ենք, առաջ հարուստ էին գալնում, հիմի կասը բան մենք ավտո կշողն ինչ ավտոն, անասնապան ինչ ավտո ունենալն ինչ, բայց էտա, հիմի իմ ավտոն իմ պապիտ հայա, ինձանից միանձա, ասում են խի չես առնում, չես ուզում շանստած փողը, կարամ մի կովի գինա մի ավտոն, 2 կովի, բայց այդ հին ավտոն լավն է, կարում ենք խափան ժամանակ մի բան սարքենք գլխին գնենք, իմ բռնի ավտոն որ առնեմ, տանեմ Սարը խփանվի, Գամստյան էլ մի 100 ման ավտոյին տանեմ քաշեմ բերեմ, խլամ ավտո քշում ենք բերեմ ավտոյի որից կապը։ Կեսկատակ, կես լուրջ պարզվում է նաև, որ պապը գյուղի ջահելների խորհրդատուն է, օգնող ուժը մեկ-մեկ էլ օգնության ձեռք է մեկնում աղջիկ տեսնելու, աղջիկ փախցնելու գործով։ Ազիզ ես հարցրի այստեղ մի հարևանել ունենք, ասի տղա ջան, թե կարամ չես մի աղջիկ փախցնես, ես մեկին հեսա բռնեմ բերեմ։ Ընդովադատ էր այդ ժամանակ, ոնց մի աղջիկ չկարող, չես կարամ բես, հիմի աշխատանքը կա ճիշտն ասած։ Ես մեր դպրոց են սարքան։ Չգիտեի որ դպրոց են սարքամ, դե Սարից եկած մարդ, դե մի 30-40 ավտո կաղնած մարդիկ լիքը, որս եսով եմ մահացել, առաջ գնացի հարցրի, թե դպրոց են սարքամ, ես աշխատողնին են, աշխատանք կա, հիմի մեկը գնացել է Խոպան, իմ մոտ կտվոր էր աշխատում, վանասի Խոպանի բերած 200 մանեթը մեր 100-ից քիչ է, ավելի լավ չէր գար կով կթեիր փողն էլ ամսին տալիս ենք, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։
Ով ականջով է, խելացի է, իր խորհուրդներին կհետևա, օրինակ կվերցնի։ Ով էլ չէ, գլուխը իրա քարը, ասում է զրուցակիցս։ Իսկ ինքը կշարունակի նույն եռանդով, ոգևորությամբ, գոհունակությամբ ապրել, շատացնել ու շենացնել։ Այնքան ժամանակ մինչև ծունկը կկտրի, այսինքն ծանր աշխատանքից կհոգնի։ Իսկ բոլոր հաշվարկներից ու խնդիրներից դուրս Գևորգի համար ամենամեծ ձեռքբերումը հայրենիքն է, իր տունն է, իր գյուղն է։ Իսկ ամենամեծ ու անդառնալի կորուստը հայրենի հողի կորուստը։ Ուզում եմ բանակը հզորը լի, ու մենք չպարտվենք, ու այս հողեր ենք տալի, հող ենք վերնմանա, մեր հողը մեզը լի, ուրիշի հողի հետ գործ չունենք, ու մեր երեխեքին ուզում եմ լավ ապրեն, մեր երեխեքին դաստիարակ են, որ քիչ աշխատեն, կան, որ ուզենան կա աշխատանք կա, մի ասում եմ, այդ դպրոց են սարկամ ամիսը լավ էլ վարձատրում են, չեն ուզում աշխատել։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։